Հրաչյա Աճարյանի 150-ամյակին։ Միջոցառման մասնակցում են 10-րդ լեզվաբանական առաջին, 10-րդ պատմության և Ֆիզմատ դասարանի սովորողները։ Սովորողները ձեզ կծանոթացնեն Աճարյանի կյանքին, գիտական ժառանգությանը և հետաքրքիր դրվագներ կներկայացնեն առանձին Աճարյանի կյանքից։ Ուրեմն համոզված են, որ այն, ինչ նրանք սովորեցին, սովորողները մեր միջոցառման ընթացքում, ողջ կյանքի ընթացքում նրանց ուղեկցեն ու կարծում եմ, որ նրանց նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը կլինի շարունակական։ Մեր միջոցառումը ունի մեր մեծերը խորագիրը։ Այն նվիրված է աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան, գրականագետ, պատմաբան, անվանի և վաստակաշատ մանկաբարձ, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, Փարիզի լեզվաբանական ընկերության ամենագերիտասարդ անդամ, Չեխոսլովակիայի արևելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ, իր բազմաթիվ գիտական աշխատությունների համար հնգագի մրցանակակիր և ՀՀ արևելյան լեզուների ամբողջի վարիչ Հրաչյա Հակոբի Աճարյանի ծննդյան 150-ամյակին։ Կենտրոնական բանկը մարտի 3-ին շրջանառության մեջ դրեց Հրաչյա Աճարյանի 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը։ Հրաչյա Աճարյան 150 արծաթե հուշադրամի թողարկման հավերժացում անվանի լեզվաբանի հիշատակը և ընդգծում նրա նվիրվածությունը ոչ միայն հայագիտության, այլ նաև համաշխարհային լեզվաբանության մեջ։ Դիմերեսին պատկերված է Հրաչյա Աճարյանի հրատարակած հայերեն արմատական բառերեն գրքի շապիկը և մի հատված իր ձեռագրերից։ Դարձերեսին պատկերված է Հրաչյա Աճարյանի գրաֆիկական լուսանկարը և ստորագրությունը։ Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը և Հանի Աճարյանը, ով նաև լեզվաբանի ծովափնյակ է։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2026-2027 թվականների օրացույցում։ Իր ասկետիկ կյանքով ապրած 77 տարիներից 65-ը Աճարյանը նվիրաբերել է հայագիտությանը, ոչ միայն հայագիտությանը, ստեղծելով այնպիսի վիթխարածավալ գիտական աշխատանքներ, որոնց նմանը չկա հայրենագիտության և համաշխարհային գիտության մեջ։ Տեխնաջանությամբ աշխատելով առավոտից մինչև ուշ գիշեր ստեղծել է 250-ից ավելի գիտական աշխատանքներ, որոնց էջերի ձեռագրերի քանակը հասնում է 32,000-ի, և այս ամենը ակադեմիկոս Շահուկյանի բնութագրմամբ ամենաբարձր մասնագիտական որակումով, ամենաբծախնդիր ճշգրտությամբ, վիրտուոզության հասնող նրբությամբ և պարզ ու հստակ շարադրելու մեծ վարպետությամբ։ Հրաչյա ընտանիքի երկրորդ զավակն է, մեկ եղբայր և 4 քույր ուներ, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում, իսկ մի հատ եղբայրը ընդամենը 14 տարի է ապրել։ Հենց նրա հիշատակին է նվիրված եղել նրա առաջին աշխատություններից մեկը՝ մանկական բառարանը։ Ընդամենը 1 տարեկան հասակում մանուկ Հրաչյան վնասում է աչքերը, և հետագա վիրահատական միջամտություններում հնարավոր է լինում վերականգնել միայն մեկը։ Որտեղ կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի։ Ահագին արմատական բառարանս, ազդանունների բառարանս, ասը հատորանի լիակատար քերականությունս, մի աչքի արդյունք է։ 1882 թվականին Կոստանդնու Պորսի Արեմյան վարժարաններ այցելել մի տղամարդ։ Նա հասարակ կոշկակար էր, անունը Հակոբ։ Տղամարդը խնդրանքով էր ներկայացել։ Տնօրենը նշում էր, որ կրթության վերցրեն իր որդուն, 6 տարեկան Հրաչյային։ Տղամարդը պնդում էր, որ չնայած որդու այդ փոքր տարիքին, նա այնքան ընդունակ էր, որ այդ տարիքում հայոց այգուхан ինքնուրույն էր սրտել։ Հրաչյային ընդունեցին վարժարան։ 2 տարի անց արդեն վարժարանի տնօրենն ինքն է Հակոբին ոդկա ասում է. «Ես այլևս որդուց սովորեցնելու բան չունեմ, առ որդի կտա Սամաթիայի վարժարանը»։ Նաև խոստովանում, որ մանկանն ավելի բարձր է գնահատում, քան համալսարանում դասավանդող ուսուցիչներից որևէ մեկ։ Նա առաջին անգամ կարդում է խորհրդացու հայտ պատմությունը, որը ժառանգություն է ստացել գիտնականի մալ իր քահանա օրենքով որդուց։ Ընթերցանությունը հետաքրքրություն առաջացել գրաբարի հանդեպ, և 13 տարեկանում Աճարյանը տիրապետում է 12 պատմագրի և տիրապետում է 8 լեզվի։ 1885 թվականին 4 տարիներից հետո ավարտում է Սամաթիայի քարային վարժարանը։ Սամաթիայի վարժարանն ավարտելուց հետո Աճարյանը ընդունում է Մակեդոնիական վարժարան, որտեղ սաներին տալիս էին հայեցի կրթություն և գավառների հայկական դպրոցների համար ուսուցիչներ էին պատրաստում։ Շրջանավարտները իրավունք էին ստանում ուսումը շարունակելու եվրոպական երկրների համալսարաններում։ Դասավանդում էին կրոն, լեզուներ, բնական գիտություններ, իրավագիտություն, գծագրություն և այլն։ Վարժարանում Աճարյանի ուսուցիչներից է եղել Հակոբ Պարոնյանը, որը սովորեցնում էր հաշվապահություն։ Հոր խորհրդով կրում է կրճինյան ազգանունը, բայց հոգաբարձուները փոխում են այն, դարձնելով կրճիկյան։ Հիմա էլ ընկերները կատակելով սկսում են նրան անվանել
Տրճիկ, մրջիկ, տրճիկ։ Ավարտական քննությունները հանձնելուց հետո ուսուցչություն է անում Գատե գյուղի Արամյան դպրոցում։ 1894 թվականին Կարինի Սանասարյան վարժարանում, իսկ 1895 թվականին բարձրագույն կրթություն է ստանում Փարիզի Սորբոնի համալսարանում, իրեն հատուկ բարեխոհությամբ ու գիտական մեծագործությամբ ստեղծել է շուրջ 200 գիտական մեծարժեք աշխատություններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են հայոց լեզվի ուսումնասիրության գրեթե բոլոր բնագավառները, դեռ ավելի։ Դրա աշխատությունները դարձան հայերենի ուսումնասիրության գիտական հիմքերը, որոնց վրա զարգացել ու շարունակում է զարգանալ հայերենի գիտությունը։ Բազմակողմանիորեն զարգացած վաստակաշատ գիտնականը բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայ ժողովրդի պատմության, հայ գաղթականության պատմության և հայ գրականության մասին։ Գիտական ժառանգության անհատների մասն է կազմում նաև նրա հարուստ նամականը։ Էլ չեմ խոսում նրա թարգմանությունների մասին։ Բնականաբար, մեկ միջոցառումով անհնար է ներկայացնել իր մրցակից չունեցող մեծ գիտնականի ծովածաբար գիտական ժառանգությունը։ Մենք այսօր հնարավորինս կարճ կփորձենք ներկայացնել նրա որոշ աշխատություններ և բարերարի աշխատությունները։ Դեռ գիտենք նաև լեզվաբանության բնագավառում։ Ամենից առաջ Աջարյանը ընդհանուր լեզվաբանության մեծ գիտակ էր։ Իր ողջ կյանքի ընթացքում մոտ 65 տարի Աջարյանը զբաղվել է հայագիտական բազմապիսի ու բազմաբնույթ հետազոտություններով։ Դեռ դպրոցական տարիքից ծրագրել է ստեղծել այնպիսի աշխատություն, որը պետք է պարունակեր ինչպես ընդհանուր լեզվաբանությունը, այնպես էլ եվրոպական լեզուների համեմատական քերականությունն ու հայերենի համեմատական ու պատմական քերականությունները։ Եվ նա իր ողջ կյանքի ընթացքում ստեղծեց իր նախադեպը չունեցող այդ կոթողային ու եզակի աշխատությունը, որն իսկապես եզակի դարձավ համապարփակ լեզվաբանական գիտելիքներն ամփոփող մի յուրահատուկ աշխատություն է։ Բազմաթիվ լեզուների տիրապետող լեզվաբանը իր 10 մեծադիր հատորներից բաղկացած աշխատության մեջ հայերենը համեմատել է աշխարհի 562 լեզուների հետ, որոշել է դրանց թեմակցությունը և հաստատել է հայերենի հնդեվրոպական լեզու լինելու գիտական բնականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների մենակցությունն է, որը բաղկացած է 10 հատորից։ Հարկ է նշել, որ Աջարյանը իր հայոց լեզվի պատմություն գրքով մի նոր մակարդակի է բարձրացնում հայոց լեզվի պատմության գիտական ուսումնասիրությունը։ Նա բացահայտում էր հայոց լեզվի կազմավորման ընթացքը, վերլուծում հայերենի բառապաշարը, առանձնացնում էր բնիկ եվրոպական բառաշերտը, 9 նոր փոխհատուցումները, բնութագրում էր գրաբարի միջին հայերենի և աշխարհաբարի հարաբերությունները, մի խոսքով ուսումնասիրում էր հայ ժողովրդի տարբեր շերտերի հավասարակցման լեզուն իր ձևավորման պահից մինչև իրականացման ունեցող մի հսկայածավալ աշխատություն։ Այստեղ նա ստուգաբանել է հայքի, միջնադարյան և ուսուցիչներ, պրոֆեսորներ, Լուչմանի և Անտուան Մեյլի կարծիքները նկատի ունենալով։ Բառերն ու բառահատվածները ներկայացված են 5 բաժնով, որտեղ տրված է գլխավոր արմատի ծագումը, առնչությունը ցեղակից և ոչ ցեղակից այլ լեզուների հետ, և եթե բառը փոխարել է, ապա նշվում է աղբյուրը։ Այս բառերն իր նմանը չունի նաև համաշխարհային բառարանագրության մեջ։ Գրավոր աղբյուրներում գործածված բոլոր հայկական անձնանունները։ Հետագա դարերի մատենագրությունից Աջարյանը դուրս է գրել միայն գրական, պատմական, հասարակական և գիտական նշանավոր գործիչների անձնանունները։ Յուրաքանչյուր անձնանուն գլխավառի վերաբերյալ Աջարյանը տալիս է երկու կարգի մեկնություն և տեղեկություն։ Բերելով անձնանունը նախ նշում է սեռը, ապա կոնզուլեությունը։ Այս բառարանում Աջարյանը տալիս է նաև հայոց ազգանվանյան վերջավորության ծագումը։ 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում արվում ձերբակալում են Հրաչ Աջարյանից և առաջադրում են հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն ծավալելու բանալյանքով։ Պարզ է, որ Աջարյանի նույնպես ձեռագիր տարբերակ է։ Ձեռագրերի փրկության մասին վկայում է դուրսները, ով պատմում է իր մոր հերոսական արարքների մասին և ձեռագրերի փրկության մասին։ Թողնելով միայն խոհանոցը։ Հերթական հանդիպման ժամանակ Աջարյանը խնդրում է կնոջը փրկել իր անտիպ ձեռագրերից հայոց ազգանունների բառերը։ Տիկին Սոֆիկը իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով կարողանում է պատշգամբի լուսամուտի օդանցքից ներս թափանցել ընկված բնակարան մեկ շաբաթ ման է գալիս։
միաբախով վայր վստահերի մեկին։ Եվ այդպես գնում է Բութանյան իր հեռավոր ազգականի մոտ, թախանձագին խնդրում է նրանց պահել Մատյանը։ Տանտերերը Մատյանը փաթաթում են կտորով, ապա դնում մետաղի արքրի մեջ և թաղում ծառի տակ։ Ծառը 3 տարի չի ջրվում, սակայն կյանք է տալիս Սերագիր Մատյանին։ Շուրջ 3 տարի հետո, երբ Աճարյանը ազատ է արձակվում, առաջին խնդիրն է լինում տեսնել Մատյանը։ Տիկին Սոֆիկը Ավետիքի Սահակյանի հետ գնում է, բերում է Մատյանը մեծ երջանկություն պարգևելով ամուսնուն։ Մեզ համար հիմա հերթ է բացել Մատյանը, գտնել մեր անունը, տեսնել նրա ստուգաբանությունը։ Բայց մեզանից ոչ ոք չի կարող հասկանալ այդ կոթողի փրկության արժեքը, որի մեղավորն էր ինքն։ Եվտասյան Խոդվածյանը մի քանի գրքեր գրեց հայ բարբարների վերաբերյալ։ Նրա հայրը գավառական բարարան է ուսումնասիրեց 31 բարբարների և 70 ենթաբարբարների համահավաք մենագրությունը, որտեղ մաշքնության են ենթարկել շուրջ 30,000 բարբարային վարժ։ Նրան հրատարակած միայն բարբարների նվիրված գրքերի էջերի թիվն անցնում է 6500 սահմանը։ Փաստորեն, նա փորձարարական հնչյունաբանության առաջին ներկայացուցիչն է Հայաստանում և առաջիններից մեկը Եվրոպայում։ Ըստ այդ օրենքի, նա հայերեն բարբարները բաժանեց 3 ճյուղի՝ ում կրկին։ Հայ բարբարների դասակարգման աշխատության ֆրանսիային տարբերակով 1911 թվականին Սորբոնում Աճարյանը ստանում է դոկտորի գիտական աստիճան։ Նրա կոթողային աշխատություններից է նաև հայոց գրերը 685 էջից բաղկացած Քրիստոսի նույնպես նմանություն ունեցող աշխատությունը, որտեղ ամենայն մանրամասնությունն արյով տվում է մեստով պարտոցի կյանք ու գործունի։ Մի անգամ Աճարյանը փողոցով քայլելու ժամանակ տեսնում որ դիպլոմատիկ կապել է։ Մեկը բազմաթիվ հայանքների մեջ գործածում մի անծանոթ բարբարի բառ։ Աճարյանը իսկույն մեջ է մտնում, ասելով. «Խնդրում եմ, այդ հայանքը մի անգամ էլ կգնեք»։ Մի օր առավոտյան Աճարյանը զայրանում է և վերջին բռնություն կոչում, աշխատելով մի անգամ այն անտեղի վեճը բորբոքել։ Նա այնքան բարձր է ուղղանում, որ Սոֆիկը սկսում է հուսահատ լացնում է։ Ուրեմն կարևորություն չի տալիս, շարունակում է ուղղանում։ Հանկարծ ընդհատում է, փակում և կանգնահատանում ասում. «Կատակ է, Սոֆիկ ջան, ուզում եմ զայրացած խոսես և տեսնես թե Ախտայի բարբարան ինձ համար ինչ անծանոթ բառ է։ Դրա ասելերը ինչու են քրսանքում։ Չէ, Սասվի, դուք խոսել գրական լեզվով։ Մարդիկ միայն զերացած ժամանակ են դիմում բարբարել և իրենց բերն սպասում բարել, որ կարող պետք է լեզվով։ Իսկ դու ես զայրացրի, ոչ հացուցել։ Հենց հեղինակի հուշերն են։ Կյանքի վերջին տարիներին Իվան Դորենին նրա հուշերը պատմել է, և այն գրի են արել դուստրը ու սիրելի ուսանողները։ 1967 թվականին լույս տեսավ կյանքիս հուշերից գիրքը, որը ընդգրկում է մեծ հայագետի լեզվաբանի կյանքի պատմությունը մինչև 1920 թվականը։ Նույնքան ուսանելի և հետաքրքրական է նրա կյանքի երկրորդ կեսի պատմությունը, որը գրել է արել նրա երկրորդ կինը Սոֆյա Աճարյանը իր «Իմ հուշերը» Աճարյանի մասին գրքում։ Այս գիրքը մեծ հայագետի, գիտնականի, լեզվաբանի, կյանքի գիտական գործունեության մասին չէ։ Հեղինակը պատմում է Աճարյանի բնավորության, խառնվածքի յուրահատուկ, երբեմն տարօրինակ թվացող կողմերը։ Նրա տառապանքները անհատի պաշտամունքի մռայլ ժամանակահատվածում։ Այժմ կպատմենք մի քանի հետաքրքիր գնդակներ Հրաչյա Աճարյանի կյանքից։ Ձեր բացառիկ տաղանդով, ընդունակությամբ, բայց այդ բնածին տաղանդը չէր կարող այդքան մեղնավոր լինել, եթե չլիներ նրա անգերազանցելի աշխատասիրությունը։ Աճարյանը արթնանում էր վաղ առավոտյան, ժամը 6-ին, և սկսում էր աշխատել։ Աշխատանքին տեսքում և հոգնություն էր զգում, ընդհատում էր, 15 րոպե հանգստանում, մի քանի եկույց ուտում և վերսկսում էր աշխատանքը։ Նա որոշել էր, որ օրական առնվազն պետք է գրեր 15 էջ, բայց երբեմն գրում էր ավելի, 22-ից 23 էջ։ Նա երբեք ձեռագիր չի հանում, գրում էր մաքուր, գեղեցիկ, կանոնավոր։ Քանի որ ձեռագիրությունները երկրորդ օրինակ, նա անձամբ էր տանում տպարան, վախենալով, որ այն կարող է կորչել։ Աճարյանը սիրում է, որ սեղանին ուտելիք լիներ բազմազան, բայց յուրաքանչյուր տեսակից վերցնում էր մի փոքր։ Ուտելուց հետո 10 րոպե կատկած հանգստանում, որից հետո մեծ եռանդով անցնում էր աշխատանքի։ Երբ աշխատանքում հանդիպում էր դժվարությամբ, ընդմիջում էր անում։ Մեծ սերն էր արևելյան ճաշատեսակների նկատմամբ, երբեք չէր խախտում նախաճաշի, ճաշի ու ուտելիքի ժամանակները։ Մեծ հիմնական էրանական կյանքում շատ տարբեր զորություն է։ Ծախնդիր է, և դոկրացությունը հասրել է ծայրահություն։ Շուկայի գնում հատուկ վերնասկիզտ է։ Վերադառնալիս վերնասկիզտը կապում է նախասենյակում, նշանալով, որ վրակ ջուրի է։ Հացը դնում է հյուրից։ Տուն վերադառնալիս տաքացը դնում վարքում է տաքարը դանոցիկի մեջ նոր տուն է։ Ուրիշի ձեռքերով բնված հացը նա երբեք չէր ուտում։ Ձեռքը ելվանում էր հատուկ օճառով, որի իրավունք չունեին գործատերի ուրիշները։
30 թվականն է, բազմաթիվ տարբերականներ, խելացի ուղեղներ հայտարարում էին ազգայնավորներ, լրտեսներ եւ այդ պիտակով բանտարկում են, աքսորում, ենթարկում հանածանքների եւ ավելի սարսափելի գնդակահարության։ 30 թվականին կենսասեր եւ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեցող, ոչ մի կուսակցության չպատկանող, միայն գիտության նվիրված Աջարյանին կալանավորում։ Պրոֆեսորը մեղադրվում է անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ ու Երևանի համալսարանում իբրև թե գործող հակահեղափոխական ֆաշիստական խմբի անդամ։ 61-ամյա հուզված ահաբեկված գիտնականը հարցակնության ժամանակ ենթարկվում է դեպքի ու ահռելի անձրևի։ Ստոր եւ դարձյալ քննիչի արտադրմամբ խոստովանում է իր գլխի բարդած հանցանը։ Աջարյանի բանականության շրջանի մասին հիմնականում հիմնված է նրա բանվածների վրա, զանազանարիվներով պատմել են դեր մասին բոլոր մանրամասնությունները։ Եվ բացի այդ ես առիթ եմ ունեցելու հանդիպել եւ լսել Աջարյանի բանտակից ընկերներից մի քանիսի, որոնց բաժաններից եւս ես օգտվել։ Աջարյանի դեմ հարցված մեղադրանքները ոչինչով չհիմնավորված անձնապարտություններ են եւ անհիմն մեղադրանքներ։ Քաղաքացի Հրաչ Աջարյան, դուք մեղադրում եք ազգայնամոլության, անգլիամոլության, մի շարք արևմտյան եվրոպական պետությունների օգտին լրտեսության համար։ Համալսարանում կազմակերպված հայ հեղափոխական դաշնակցության հետադակյալ խմբակի ղեկավարության համար։ Դուք դաշնակցական եք եւ ունեք դաշնակցական ընկեր, Աշակ Չոբանյանը, իսկ եթե դուք դաշնակցական, դուք եք դաշնակցական։ Ես շատ մտերիմ եմ եղել Ալեքսանդր Յասիկյանի հետ։ Մենք միասին երկու ամառ անցկացրել ենք Լենինգրադում, նույն հարկի տակ։ Նա իսկական բոլշևիկ է, ուրեմն ես էլ եմ բոլշևիկ։ Գրեք, չհամարձակվեք հակաճառել, անգլիասեր։ Ես անգլիասեր եմ։ Ես լեզուները քննում եմ որպես մեկավարծաբան եւ կարծիք եմ այդպես։ Այսպես, անգլերենի քրեականությունը համեմատած ուրիշ լեզուների հետ բարձ եւ հեշտ են սովորել։ 300 բառի համատեքստում կարելի անգլերեն ճառ ասել։ Գրեք, դուք գտնում եք քննասենյակում։ Ձեզ թվում է, որ լեզվաբանական զեկուցում եք կարդում գիտական բարձր լսանի աշխարհ։ Ներեցեք, ես իբա իջեցի ուսանողների եւ մոռացա թե որտեղ եմ։ Ինչ միջոցներ եք կարգավորել ուսանողներին։ Առաջին տարին ակադեմիկ շարքով, հետո կոշիկ մաքրելով եւ վերջապես աֆիշը փակցնելով ողած գետերեդի փողոցով վաճառելով։ Քաղաքացի Հրաչ Աջարյան, քանի լեզու գիտեք։ Հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, Մի ռուսերեն։ նշանակ։ Պաստորեն խոստովանում եք, որ դուք Ֆրանսիայի լրտես եք, Գերմանիայի լրտես եք, ինչպես չեք ամաչում, անգամ Թուրքիայի համար եք լրտեսություն արել։ Կապ չգիտեք, հապա շարունակեք։ Ինչ ուզում եք գրել, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի գրել։ Չրին գերմանացի ես եւ շպիոն։ Հայ եմ, զտարին հայ, պարզապես օտար լեզու իմանալը, յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես Ապարել լսերով։ Ստորագրեք։ դուք ստիպեցիք, եւ ես ստորագրում եմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Ստորագրությունից առաջ ես մակագրել, դատավորության ժամանակ բախտեց։ Հրաչյան պատմում է, որ հարցակնությունների ժամանակ մի աճ ծեշկշարիկակից դիմում էր ծաղ կրծքին, անհնար խաչակրթում և մտովի աղաչում աստու, որ խափարիչ արև, ուրանցին է ձեզ կարտոֆլին, որպեսի իրեն չտեսնեն և ինքն փրկվի իր գրասկանչակներից և արգրևացի մեղադրանքներից։ Վերջի տանջեց հարցակնություններից ազատվելու համար ստորագրում է և կապն էլ ավելացնում, դատավորության ժամանակ բացվում։ Մեղադրական այս արձանագրությունը կազմելուց հետո Մոսկվայից եկավ 3 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողով Նովիկովի գլխավորությամբ, որպեսզի դատեն Աջարյանին։ Աջարյանը բանտարկվեց 1937 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ դատավարությունը տեղի ունեցավ մոտ 2 տարի հետո, այսինքն 1939 մարտի 7-ին։ Աշակերտները։ Նա կարծես ստեղծել է օտար լեզուների մի մեծ մասնաճյուղ, որտեղ ուսուցանում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, աշխարհագրություն, պատմություն եւ այլն։ Եվ ովքեր որ իրոք աշխատում էին, ապա օգտվում էին վարժապետի դասերից։ Աջարյանը գիտեր ինչպես բանտում ժամանակ անցկացնել հետաքրքիր ու օգտակար, եւ ինչպես նա էր պատմում, Վիկտոր Հյուգոյի թշվառները 7 անգամ սկզբից մինչև վերջ պատմել էր իր բանտակից ընկերների համար։ Այսպես նա անցկացնում էր իր ազատ ժամերը։ Զրկված լինելով իր այդքան սիրելի համալսարանից, ամբիոնից եւ իր ուսանողներից, նա բանտում ասես գտել էր վարժապետի բաց ասպարեզ։ Շուրջ 2 տարվա ազատազրկումից հետո Աջարյանը վերադառնում էր Հարձակների գիրկը։ Նա բանտարկվել էր անուն ու մեղադրանքներով եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման եւ 3 տարվա բռնցքությամբ։ Հրաչյան նորից գտավ իր սիրելի աշխատասեղանը, համալսարանի անդունդը, նորից
գրեց ու գրեց, նորից դասախոսից ու դասախոսից հարստացնելով հայրենի խութը, նմանար կոթողական գործերով և ուսուցանելով երիտասարդ դիտողացիաներին։ Մի անգամ Աճարյանը իր կնոջ հետ յաթեց մեկնում է Օդեսա։ Չկարողանալով միասին ճարել 2 տոմս, հարկադրված տեղավորվում են տարբեր նավախցիկներում։ Ապահովության համար Աճարյանը պայուսակը պահում է իր մոտ և դնում է մահճակալի տակ։ Առավոտյան տիկին Սոֆյան շտապում է ամուսնու մոտ, որ իմանա, թե ինչպես են անցկացրել իր գիշերը։ Սակայն նրան ընդառաջ է գալիս մի մարդ, որի ձեռքին կար սպիտակ շորով փաթաթված մի իր, որ արտաքինից նման էր պայուսակի։ Այդ մարդը տեսնելով տիկին Սոֆիային այլայլվում է։ Տիկին Սոֆիան մոտենում է դրանը և կանչում է ամուսնուն, սակայն ամուսինը չի արձագանքում, քանի որ մտածմունքների մեջ է։ Աճարյանը նույնիսկ չի նկատում կնոջ ներսմտները, նա պառկած է մեջքին, հայացքը հարած մի կետին։ Կինը փնտրում է պայուսակը, չի գտնում, ասում է, որ հավանաբար գողացել են, իսկ Աճարյանը արդարանում, ասելով. Ես բարի ստուգաբանությամբ էի զբաղված, մտքումս փորձում էի այն կապել մի բառի հետ, իսկ մի բառի ստուգաբանությունը 10 պայուսակ արժե։ Այսպիսով, այդ օրը գողը տուն է վերադարձել մի սովորական պայուսակով, իսկ Աճարյանը մի բացառիկ բառով։ Գուցե տարիներ հետո այդ պայուսակը մաշվել և տեն է նետվել, սակայն այդ բառը մնացել է պատմության մեջ։ Եվ բոլոր պաշտոնական հայերում խոսվի հանրապետության պետական լեզու հայերեն։ Եթե Հայաստանում հայերեն չխոսենք, ապա էլ որտեղ պիտի խոսենք, ասում էր նա։ Նրա բնավորությունը ծանոթ էր բոլորին, նույնիսկ հորինել էին անիտովը։ 1934 թվականին Ամռանը Աճարյանը մեկնելու էր Լենինգրադ, որտեղ նախորդ պայմանավորվել էր հանդիպել Սահակ Միասնիկյանի համար։ Վերցրեք այս դրամը և ինձ մի տոմս տվեք Լենինգրադ մեկնելու համար։ Պաշո! Աճարյանը զայրույթը մի կերպ զսպելով դուրս է գալիս և գնում կայարանապետի մոտ, պատմում եղելությունը և հարցնում, թե ինչու տոմսավաճառը չի բարեհաճում հայերեն խոսել։ Կայարանապետն ասում է, որ վրացի է և հայերեն չգիտի, և հայտնում, որ եթե Աճարյանի տոմս է հարկավոր, ինքը կկարգադրի բերել։ Աճարյանը շնորհակալություն հայտնելով դուրս է գալիս և գնում։ Հաջորդ օրը Աճարյանը նորից է գալիս տոմսակ վերցնելու և տեսնում է, որ հին տոմսավաճառը գործել է անցնում։ Քիչ չանցած, խոսքն ուղղելով տոմսավաճառին, ռուսերեն ասում. Ну как? Я пошел или ты? Ահա թե որքան շատ է սիրում իր մայրերի լեզուն հանճարեղ գիտնական։ Պաշտպանությունից ազատ Աճարյանն իր կյանքի վերջին օրերին ավելի մեծ վերցույց տվեց դեպի եկեղեցական երաժշտությունը։ Նրա ցանկությամբ ծանոթներից մեկը շաբաթի 2 անգամ այցելում էր իրան, նվագում էր Կոմիտասի Տեր Ողորմյան։ Աճարյանը ձայնակցում էր նրան, ավելին, օրվա ընթացքում 4 անգամ աղոթում էր, առավոտյան, կեսօրին, ընթրիքին քնելուց առաջ, և որպեսզի չմոռանա, թե քանի անգամ է աղոթել, թաշկինակի մի ծայրը հանգուցում էր։ Այս ամենը անշուշտ կապված է տեսողության իսպառ կորստի հետ։ Մարդկանց ճանաչում էր միայն ձայնից, չէր կարողանում կարդալ, միայն թելադրում էր։ Զարմանալի յուրահատկություններով լի է Աճարյանի մահվան օրը։ Կարծես պատրաստվում էր ընդունել այնպիսի ծանրակշիռ հյուր, ինչպիսին մահն էր։ Առավոտյան կոկիկ հագնված, սափրված, սովորականի նման գնում է համալսարան։ Դասախոսություն կարդում պարսկերեն լեզվից, վերադառնում տուն լավ տրամաբությամբ, ախորժակով ճաշում։ Կնոջ ու աղջկան ստիպում է գնալ օպերա, ալմաս լսելու։ Վերադառնալով տուն, տիկին Սոֆյան նկատում է, որ Հրաչյան քնած է հավիտենական քնով, ձեռքին թաշկինակ, 3 ծայրը հանգուցած։ Մահացավ խոսեցի կոշկակար Հակոբի որդի Հրաչ Աճարյանը։ Ուղարկավորվեց Երևանի քաղաքային Պանթեոնում։ Իր ապրած 77 տարիներից 65-ը նվիրաբերեց հայագիտությանը։ Աշխատանքի ու նվիրումի ծավալը պատկերացնելու համար հարկ է նշել, որ խոսքը գնում է 250 գիտական աշխատության մասին, 32,000 էջ, չնշված մի քանի տասնյակ անցնող ձեռագիր աշխատություններ։ Այս ողջ ավանդը նա ժառանգեց իր ազգին ու նվիրել էր ողջ կյանքը։ Նրա ներդրումը հայոց լեզվի զարգացման մեջ կարելի է նույն շարքին դասել, ինչ Կոմիտասին է երաժշտության մեջ։ Հրաչ Աճարյանի շտակը համաձայնված է բազմաթիվ կոթողներով։ Պաշտոնցի բողոքակ 45 հասցեում մեծանոց գիտնական Հրաչ Աճարյանի բնական մուտքի մոտ տեղադրված է նրա կիսանդին։ Ուշադրներ կան նաև Ավան վարչական շրջանում, 72 դպրոցի բակում և Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում։ Մեծանոց հայագետի անունով է կոչվում Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտը։ Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում են պահվում մեծանոց հայագետի հազվագյուտ նկարները։
Տեղին է հիշել մեծանուն ակադեմիկոս Գևորգ Ջարդյանի այս խոսքերը. «Քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայ երենագիտությունը, քանի ապրում է հայ երենագիտությունը, կապրի Հրաչյա Հաճարյանը»։ Հասկանում եք չէ, որ դուք ընդհանրապես մի փոքր հատված եք ներկայացրել այդ հսկայական ժառանգությունից, ինչ որ թողել է մեզ Հրաչյա Հաճարյանը։ Հիմա յուրաքանչյուր բառ, որ արմատ առանց գտնում եք բառակազմության ժամանակ, մենք բոլորս ձեզ հետ միասին դիմում ենք Հրաչյա Հաճարյանի ստուգաբանական բառերին։ Ինքը նաև ոչ միայն ժամանակակից լեզուներ իմացել, այլև մեռած լեզուներ իմացել, շատ հին լեզուներ իմացել, սանսկրիտը հին հնդերեն է, պահլավերենը, պարսկերենի հին տեսակը, սեպագրություն, լատիներեն և շատ ու շատ լեզուներ, այնպես չի ժամանակակից լեզուներ իմացել, շատ